պատիվ ունեմ ձեզ զեկուցել Հայաստանի Հանրապետության սիրելի ժողովուրդ, որ արտագաղթը դադարած է, սկսվել է ներգաղթ։ Արտաքին միջավայրի մասին։ Գիտեք, ես ուզում եմ մեզ բոլորի շիշեցնել ՀԱՊԿ երկրներից մեկի ղեկավարի հայտարարությունը Բելարուսի նախագահ Լուկաշենկոյի, որը ասում էր, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը ընդդեմ Հայաստանի։ Եվ նա ասում էր, թե Հայաստանը ոչ մեկի պետք չէ։ Հիմա այդ նույն մարդը ոտուձեռ է ընկել, թե Հայաստանը գնում է Եվրամիություն եւ ակտիվացրել է իր այստեղի գործակալին, որ նա Հայաստանը շղթայի այնպես, ինչպես շղթայված էր Հայաստանը 2018 թվականից։ Ես ուղիղ ասեմ, ես ոչ միայն Հայաստանը այս պահին չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, այլև ես ԵԱՏՄ միակ պաշտոնյան եմ, որ միևնույն ժամանակ անդամ է երկու բարձրագույն կառավարման մարմինների։ Այդ լծակները ես պատրաստվում եմ օգտագործել եւ կօգտագործեմ, դրա համար ունեմ բոլոր լծակները, որ մասնավորապես Լուկաշենկոն ԵԱՏՄ-ն չկարողանա օգտագործել Հայաստանի դեմ։ Ինչ հայտարարություններ հնչում են, դրանք սին հայտարարություններ են։ Նրանք, ովքեր այդ հայտարարությունները անում են, նրանք պարզապես մեր ժողովուրդը ասում է տաք են, չէ՞։ Չեն հասկանում, որ նրանք փորում են Եվրասիական տնտեսական միության գերեզմանը։ Բառից բուն իմաստով։ Բայց ես ընտրություններից հետո կվերադառնամ, հիմա արձակուրդի մեջ եմ, առաջիկա նիստին մասնակցելու է Հայաստանի վարչապետի պարտականությունները կատարող փոխվարչապետը Եվրասիական տնտեսական միության։ Ես հունիսի 7-ից հետո ձեր մանդատը ստանալու պարագայում եւ ձեր մանդատը ստանալուց հետո ես կվերադառնամ աշխատանքի եւ դուք կտեսնեք, որ այն բոլոր տագնապալի հայտարարությունները, որոնք արվում են, կչեզոքացվեն։ Մի անգամ ես մի հայտարարություն եմ արել, այդ շատ ծանր նստել, մինչև հիմա շատ ծանրությամբ հիշում են։ Ասելով, հեղափոխական իրավիճակ էր, ժողովուրդը փողոցում էր, հրապարակներում էր 100,000-ավոր մարդիկ։ Եվ նրանք այդ պայմաններում ուզում էին հանրապետականի թեկնածուին ընտրել վարչապետ։ Այս նույն Միչայելոց կալուգացի օլիգարխներ։ Ես հիշում եմ, այդ օրը ես Վանաձորում ելույթ ունեցա, ացի խելքդ գլխուխը թավակի, Հայաստանը քեզ համար անշարժ գույք չէ, որ վարձով տաս եւ հանձնեց։ Այն ժամանակվա հարվածը, որ ստացավ, հերիքեց նրան, որ 8 տարի խելքը գլուխը հավաքած պայի, չնայած պարզվեց մանկապարտեզից այդ ընթացքում հոսանքա գողացել։ Այս մի հարվածը, որ ստացավ, հավիտյան խելքը մնալու է գլուխը, որովհետև ես նախորդ անգամ ասել եմ, որ պետության համը մնալու է բերանում, բայց այս անգամ ասում եմ, որ ժողովրդի հարվածը այս անգամ ճակատին հավերժ դաջվելու է։
Եվ այդ հարվածը չի անցնելու։ Ես դրա համար ասում եմ, պատերազմի եռագլուխ կուսակցությունը իրենք չեն հասկանում, որ փորում են Եվրասիական տնտեսական միության գերեզմանը։ Ես նրանց խորհուրդ եմ տալիս ետ կանգնել այդ ճանապարհից։ Իհարկե ես կվերադառնամ Եվրասիական տնտեսական միության ձևաչափ, ուղիղ կնայեմ գործընկերների աչքերին, բոլոր փաստարկները կդնեմ սեղանին եւ ես ձեզ ասում եմ, որ որևէ խնդիր չի ծագելու։ Բայց մյուս կողմից ես ասում եմ, այդ որ Լուկաշենկոն ասելա, թե Հայաստանը ումա պետք, այդ հայտարարությունը պետքա ունենար քաղաքական հետևանքներ։ Եվ դրա քաղաքական հետևանքը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունը այլևս որևէ իրավիճակում առանց այլընտրանքի չի մնալու, որևէ իրավիճակում։ Մենք չենք լինելու մի ճանապարհի հույսին, մենք չենք լինելու մի դաշնակցի հույսին, մենք չենք լինելու մի խողովակի հույսին։ Այսօր մենք արդեն ունենք երկաթուղի արևելքից արևմուտք, մենք ունենք ախալքալակ կարծ երկաթուղին բացվեց օրեր առաջ Հայաստանի համար, նրանից առաջ Ադրբեջանի տարածքով էր երկաթուղին բացվել, շուտով բացվելու է Թրիպը, մեր երկրի տարածքով անցնելու է գազամուղ այդ թվում, մենք այդ տրանզիտի հաշվին ունենալու ենք մեր սեփական գազը եւ այդ տրանզիտի համար մեզ վճարելու են գազով, մենք զարգացնելու ենք մենք զարգացնելու ենք այլընտրանքային էներգետիկան։ Ժողովուրդ, ուրեմն ես ուզում եմ հստակ ասել նաև Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերության առանցքային հարցերից մեկը։ Նախ Հայաստանում ընդունվել է Հայաստանի Եվրոպական միության անդամ դառնալու գործընթացի մեկնարկի մասին օրենք։ Եվ քանի դեռ Հայաստանը կարող է միևնույն ժամանակ լինել եւ Եվրասիական տնտեսական միության անդամ եւ շարունակել բարեփոխումները եվրոպական ստանդարտին հասնելու, մենք այդ ճանապարհով գնալու ենք։ Այն պահին, երբ որ կգա ընտրություն կատարելու պահը, մենք ընտրություն կկատարենք, բայց մենք ասելով դուք կկատարեք ընտրություն։ Բայց ես ձեր առջև իմ ամենամեծ ծառայությունը այն է, որ դուք այլընտրանք ունենաք, այնպես չլինի, որ որևէ մեկը այլևս Հայաստանի մասին չի կարող ասել, թե Հայաստանը ումա պետք, Հայաստանը ուր կարող է գնալ։ Այսօր Հայաստանը ունի միջազգային իր չափով, պետք է չի չափազանցնել եւ դարձնել եսիմինչ, բայց այսօր Հայաստանի Հանրապետությունը դառնում է խաղաղության խաչմերուկ։ Այսօր Հայաստանը պետք է կենսականորեն պետք է թե արևելքին, թե արևմուտքին, թե հյուսիսին, թե հարավին եւ թե հյուսիսը, թե հարավը, թե արևելքը, թե արևմուտքը պետքա լավագույն առաջարկը անեն Հայաստանի ժողովրդին եւ Հայաստանի ժողովուրդը կընտրի, կկատարի իր ընտրությունը։ Մենք այլևս կոնֆլիկտի փակուղի չենք, մենք խաղաղության խաչմերուկ ենք եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ունի ընտրություն եւ ունենալու է ընտրություն։
Եվ մենք շարունակելու ենք այս ուղեկիցը։ Սխալ ենք, ես ուղիղ ասում եմ, սխալ եք վարվում հարգելի գործընկերներ, սխալ եք վարվում ինչ-որ սպառնալից ակնարկներ անելով, սխալ եք վարվում ուղղակի, որովհետև Հայաստանի Հանրապետությունը այլևս պլեջի հույսի մնաց, պլեջը ծիպուլ, էլի, ծիպուլ, պլեջ, պլեջի հույսին գտնվող պետություն չի, որ ասեք, վայ, կարտոշկեն կարող է 7 դրամ թանկանա, և դրա արդյունքում Հայաստանի ժողովրդի ճնշումը բարձրանա։ Հայաստանը այլևս ոչ թե հազարների ու 10,000-ների երկիր է, Հայաստանը այլևս միլիարդների և տրիլիոնների երկիր է։ Հայաստանը այլևս միլիարդների և տրիլիոնների երկիր է։ Սա ձեր թալանած և ձեր գործընկերների կողմից թալանված երկիրը չի։ 2018 թվականի հեղափոխությունից հետո մենք 8 միլիարդ ստվերում գտնվող գույք և դրամական միջոցներ վերադարձրել ենք պետությանը, վերադարձրել ենք ժողովրդին։ Սա այն պետությունն է, որտեղ այն մարդիկ, ովքեր ասում էին մեր դեմ խաղ չկա, այդ մարդկանց Կոտայքի նախկին մարզպետի առանձնատունը Առինջ գյուղում գտնվող, այլևս իրա սեփականությունը չի, ժողովուրդ, ձեր սեփականությունն այլևս, ձեր սեփականությունն է, առաջիկայում Արարատի ցեմենտի գործարանը դառնալու է պետական, հետո բա ճնշում Արարատի ցեմենտի գործարանի աշխատողներին։ Ես ձեզ թույլ եմ տալիս, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, հակազդել ձեր իրավունքների պաշտպանությամբ ցանկացած ճնշման։ Ընդհուպ կարող եք հրապարակային ակցիաներ անել, ես ձեզ երաշխավորում եմ։ Հիշում եք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, երբ որ ասում էին, որ մարդկանց ճնշում են, ես ասացի, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի այդ ճնշողներից ոչ մեկը չի աշխատելու։ Այդ նրանք արդեն մի ամիս հետո իմ ասածից մի ամիս հետո արդեն ոչ մեկը չէր աշխատում։ Մինչև այսօր աղերսագրեր են գրում ինձ, որ ես նրանց վերականգնեմ աշխատանքի, աղերսագրերով դիմում են ինձ, բայց ես ասում եմ ձեզ ներում չկա, ոնց բոմբ եղել եք, նենց էլ բոմբ պիտի շարունակեք մնալ։ Ես այսօր զգուշացնում եմ Արարատի ցեմենտի գործարանի են պաշտոնյաներին, ովքեր փորձում են աշխատողներին ճնշել։ ԶՊՄԿ-ի ուժեղ տղեկին տեսեք, ձեզ խղճացեք։ Դուք ձեզ դաժե աղերսագիր գրելու հնարավորություն չեմ տալու։ Դուք մկանցակին 10 թուման եք տալու, այսօր ես ձեզ խոստանում եմ դա,